Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու ընդդիմադիր շրջանակները շարունակում են թեժ նախընտրական պայքարը երկրի տարբեր մարզերում եւ Երևանի վարչական շրջաններում։ Քաղաքական ուժերը հանդիպում են բնակիչների հետ եւ ներկայացնում իրենց ծրագրերը։ Սակայն եթե երկրի ղեկավարն առաջ է տանում խաղաղության եւ կայունության օրակարգը, ապա ընդդիմությունը կրկին խաղադրույք է կատարում հակակառավարական քարոզչության եւ ռևանշիստական կոչերի վրա։ Այս անգամ վարչապետը այցելել է Երևանի Շենգավիթ շրջան, որտեղ շփվել է բնակիչների հետ։ Միշտ քո համար ես պայքարել եմ, կռվել եմ բոլորի հետ։ Շնորհակալ եմ շատ։ Անձամբ ես հավատում եմ, որ ապագա կա։ Շենգավիթում անցկացված քարոզարշավի ժամանակ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ռևանշիստական հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը կոշտուղերձ է հղել հայտարարելով, որ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ երկիրը հասցրել են ճգնաժամի, պատասխան են տալու իրենց կատարած հանցագործությունների համար։ Վարչապետը շեշտել է, որ հասարակությունը չպետք է մոռանա անցյալի սխալներն ու այն մարդկանց, որոնք այսօր կրկին փորձում են վերադառնալ իշխանության։ Այդ արնախումներին քիչ է, հասկանում եք։ Քիչ այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել։ Գլուխներ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվություն։ Եվ այդ բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք մնացել է վերջին 3 գլուխը։ Վերջին 3 գլուխն է մնացել։ Այդ վերջին 3 գլուխը ընտրություններում պիտի կտրենք իրար հետ։ Այս լարված ֆոնին տեղի լրագրողները հարցում են անցկացրել քաղաքացիների շրջանում պարզելու, թե ինչ են մտածում մարդիկ երկրում ստեղծված իրավիճակի, քաղաքական պայքարի եւ սպասվող ընտրությունների մասին։ Միանշանակ Փաշինյան։ Ինչ կհիշեք իր կառավարման տարիներից։ Ամենավատ բաները։ Որևէ լավ բան ես չեմ հիշում, որ չկա շանսի կան։ Ինչ շանսի մասին է խոսքը։ Եթե շանսը ժողովուրդը տվեց իրեն, ուրեմն թող այդ ժողովուրդը մեղա գա։ Եկել է նորից, որ ինքը ընտրվի, ինչ անի, խալանի նորից, հա, մարդկանց սպանել դա, ինչի համար է ուզում գա, ես չեմ հասկանում։ Ում եք ընտրելու։ Պարոն Փաշինյանին, ուրիշ ոչ մեկին։ Փաշինյանին, ուրիշ ոչ մեկին։ Այսինքն ինքն արժանի, այն որ քեզ խոսում է, այն խոսել չգիտի, անարմարել է նույնիսկ։ Սամվել Կարապետյանի մասին է, ամոթել է նույնիսկ։ Կամ ասենք ենթադրեք Սամվել Կարապետյանը, այս կողմից, այն կողմ, այս կողմ է։ Կամ Սարոկյանը ինչ վարչապետ։ Նա ինչ անարմարել է։ Կամ Քոչարյանը ինչ վարչապետ։ 30 տարի մեր բոլորին խաբել է։ 30 տարի խաբել են, ասել են, բանը ազատագրել ենք Արցախը։ Մերն է, սուտ, ոչ ամբողջ միջազգային կազմակերպությունները Արցախը համարել են, համարում են Ադրբեջանի կազմում։ Վիժենի ժամանակ հասկացա, որ ես բոլոր աշխատում եմ Ռոբերտ Քոչարյանի համար։ Եվ շատ զայրացած եմ, որ այդ մարդը սպանեց մեր ազգի, դուք չգիտեք, Դեմիրճան Նովա է, այդ ես գիտեմ, անձամբ եմ ես շփվել։ Մնացար իմ ընկերս իր մոտ աշխատել, ինչ ձևի մարդ էր այդ մարդը։ Նա սպանեց դրան, Վազգենին սպանեց, փշակաղույցը։ Ոնց եք դուք դրան ընտրում։ Ես զարմանում եմ։ Բոլորը աշխատում են Ռոբերտ Քոչարյանի համար, որպեսզի Նիկոլը չանցնի ինքը դառնա վարչապետ, բայց ես փոխել եմ իմ բանը, Նիկոլին եմ ընտրելու ես։ Երկիրը հանգիստ վիճակում է, ջահելները հանգիստ են, պատերազմը չկա, խաղաղություն ալինում բոլորի համար։ Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց համար այսօր ամենակարևորը խաղաղությունն է։ Նրանց խոսքով նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին երկիրը հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ, թալանի, կոռուպցիայի, թշնամանքի եւ մշտական լարվածության պայմաններում։ Մարդիկ շեշտում են, որ չեն ցանկանում վերադառնալ անցյալի այդ մթնոլորտին եւ իրեն ձայնը պատրաստվում են տալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին, այն դիտարկելով որպես խաղաղության եւ կայունության օրակարգ առաջ տանող ուժ։